Fastex-ն ապրիլի 8-ից 10-ը Կարուսել դյու Լուվրում մասնակցել է բլոկչեյն ոլորտի ամենամասշտաբային միջոցառումներից մեկին՝ Paris Blockchain Week-ին։ Միջոցառման 3 օրերն անցել են պանելային քննարկումների եւ ոլորտային հետաքրքիր հանդիպումների միջավայրում։ Paris Blockchain Week-ի շրջանակում իրականացվել է բլոկչեյնի թվով առաջին հաքաթոնը։ Այն ծրագրավորողների ֆորում է, որի ընթացքում ծրագրային ապահովման տարբեր ոլորտների փորձագետներ համատեղ աշխատում են որևէ խնդրի լուծման ուղղությամբ։ 10,000 եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդով հաքաթոնին մասնակիցները ներկայացրել են POSA ալգորիթմով ստեղծված նախագծեր եւ զբաղեցրել մրցանակային տեղեր։ Ժյուրիի կազմում են եղել Fastex-ի Web 3 ծրագրի ղեկավար Պավել Արամյանը եւ Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը։ Fastex-ը հյուրընկալել է Future Confidence համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են ընկերության վերջին նորությունները եւ վերջերս գործարկված պրոդուկտները՝ Yo Wallet պահարողական դրամապանակը, Yo Phone-ը, Yo SIM-ը եւ Yo Blog-ը։ Հանդիպմանը ներկայացվել է նաեւ Percent.me պրոդուկտը, ինչպես նաև Bahamut Grants ծրագրով ստեղծված DeFi հարթակը։ Հայտարարվել է POSA Merge-ի գործարկման մասին, որը ներկայացնում է Proof of Authorities դեպի Proof of Stake and Activity անցման գործընթացը։ POSA-ն նորարարական կոնսենսուս ալգորիթմ է, որը պարգևատրում է վավերացնողի կարգավիճակ ունեցող մասնակիցներին, հաշվի առնելով ցանցում սմարթ պայմանագրերի օգտագործման հաճախականությունը։ Այս կարևոր թարմացումն ապահովում է առավել մեծ ապակենտրոնացում, անվտանգության բարձր մակարդակ եւ թափանցիկություն։ Paris Blockchain Week-ին թվային ակտիվների դերը համաշխարհային տնտեսության վրա խորագրով պանելային քննարկմանը Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը քննարկումներ է ունեցել իրավական կարգավորումներ եւ համապատասխանություն, որոնք են կրիպտո ակտիվների տարածքի հիմնական բնութագրերն այսօր թեմայով։ Paris Blockchain Week-ի շրջանակում Fastex-ի տաղավար է այցելել Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի արհեստական բանականության եւ թվային տեխնոլոգիաների գծով տեղակալ Կլարա Շապազը։ Ծանոթացել էկոհամակարգի վերջին պրոդուկտներին եւ տեխնոլոգիական լուծումներին։ Փարիզի բլոկչեյն շաբաթը եզրափակվել է La Machine Moulin Rouge ակումբում տեղի ունեցած ամփոփիչ միջոցառմամբ։ La Machine Moulin Rouge-ը փարիզյան հայտնի ակումբ է, որը տեղակայված է Մոնմարտրում, անմիջապես հանրահայտ Moulin Rouge կաբարեի շենքի ներսում։ Այն առանձնանում է իր յուրահատուկ մթնոլորտով, էլեկտրոնային երաժշտությամբ, DJ երեկույթներով եւ կենթանի կատարումներով։ Նախկինում այստեղ ելույթ են ունեցել համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են David Bowie եւ Beatles խումբը։ Fastex-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը թվային ակտիվների զարգացող աշխարհում։ Հաջորդ կանգառը Դուբայում կայանալիք Token 2049 է։